Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Նախորդին հեծի ազգայնացման թեմային է անդրադարձել նաև Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, ով նաև հեծ տնօրենների խորհրդի նախագահն է։ Պետությունը լավ կառավարիչ չէ, աշխարհում 200 երկրից միայն 2 երկիր է, որ ազգայնացրել են էլեկտրական ցանցերը։ Այս մասին նա նշել է Facebook-յան էջում գրառմամբ։ Պետությունը լավ կառավարիչ չի։ Աշխարհում 200 երկրից 2 երկիր են ընդհանրապես ազգայնացրել էլեկտրական ցանցերը, ունենք փոխնախարարի հաստիկ ու չունենք փոխնախարար։ Եթե դուք տեսնում եք վթար, շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել տարին 100 միլիոն դոլար, պետությունը ասել է կրճատեք, մենք չենք կրճատել, տարին 3-4 միլիոն դոլար մեր գրպանից այդ աշխատանքները մարդկանց տալիս ենք։ Մենք կարանք չէ գուշակենք ինչա լինելու հետո։ Եվ այսպես ինչ ռիսկեր է պարունակում հեծի ազգայնացումը, դրանով Հայաստանի էներգետիկ անկախությունը կամրապնդվի, թե նոր խնդիրներ կունենանք։ Կկարողանա պետությունը ավելի արդյունավետ կառավարել այն, քան մասնավորը, կկարողանա պետությունը մեծ ներդրումներ ներգրավել ու արդիականացնել հեծը։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Ողջույն պարոն Ավետիսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, այս գործընթացը, պարոն Ավետիսյան, ինչ տրամաբանությամբ ենք դիտարկում, հա, նախ սկսենք ազգայնացման հնարավոր ռիսկերից եւ գուցե առավելություններից։ Իրականում, եթե միայն մասնագիտական տեսանկյունից նայենք, պետք է հասկանանք, որ ես դա շատ եմ ասել նաև վերջերս դեր տաղավարում, որ ցանկացած էներգետիկ ոլորտի փոփոխություն, քաղաքական որոշում, ցանկացած քաղաքական որոշում եւ դրանից բխող ենթադրյալ փոփոխություն պետք է հիմնված լինի մասնագիտական վերլուծությունների հիման վրա։ Առաջերտ եթե խոսում ենք էներգետիկ համակարգի, նշանակում է էներգետիկ ոլորտի վերլուծությունների վրա։ Առավելությունների մասին հիմա շատ դժվար է գնահատել, որովհետեւ հայաստանյան փորձ ըստ էության չունենք, իսկ այ միջազգային փորձը կարծես թե դուք էլ ձեր նախնական խոսքում ասացիք, առանձնապես ոգևորիչ չի, իսկ բանի տեսանկյունից էներգետիկ իմաստով փորձ ունենք կայացած համակարգի հետ, բնականաբար իր թերություններով ու առավելություններով հանդերձ, հետեւաբար ցանկացած քայլ, որը որ իրականացվում է, պետք է հիմնված լինի խորքային էներգետիկ իմաստով վերլուծության վրա, եւ եթե այնուամենայնիվ գնում ենք այդ ճանապարհով, այդ վերլուծությունը պետք է լինի այնպիսի անխոցելի կամ մոտ անխոցելիության, որպեսզի որևէ շահառուչ կարողանա այնուհետև դա կասկածի տակ դնել։ Այս պահին դեռևս այն ինչ որ մակերեսին է, այն որ հրապարակային է, ցավոք սրտի տպավորություն ինձ մոտ չի թողնում։ Իսկ մենք կարող ենք դիտարկել Հայաստանի էներգետիկ անկախության կամ էներգետիկ դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ, հա, օրինակ նույն ատոմական, որ քննարկումներ են գնում այդ թվում եւ արևմուտքը ներկայացնող երկրների, մասնավորապես նաեւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի նոր ատոմականի կառուցման հարցում։ Գուցե սա հենց այդ էներգետիկ դիվերսիֆիկացիայի, այսինքն էներգետիկ անվտանգության, անկախության տրամաբանության մեջ կարող ենք նայել։ Եթե մենք նայում ենք քաղաքական տրամաբանության մեջ, ես քաղաքական տրամաբանության մեջ այս պահին կարծում եմ իմաստ չունի անդրադառնալ, որովհետև եթե էներգետիկ տեսանկյունից դիվերսիֆիկացիայի իմաստով մեր համակարգ, էներգետիկ համակարգ առասարակ բավականին դիվերսիֆիկացված է ու էներգետիկ կամ տեխնիկական իմաստով շատ եվրոպական անգամ երկրներ կերազային մեր նման դիվերսիֆիկացված էներգետիկական համակարգ ունենալ։ Քաղաքական մասով զերծ մնամ։ Բայց ատոմականի մասով դուք շատ կարևոր բան եք ասում, ճիշտ է նորին էր ձեր ասածը վերաբերվում, բայց մի կարևոր բան մեր մեծամորի ԱԵԿ-ը եւ հետագայում նաեւ դաստորենության հայտարարության նոր էներգաբլոկը կամ էներգաբլոկներ անկախ թե որ պետության կամ որ կազմակերպության հետ համագործակցություն կլինի, պետք է լինի պետական ու համադրել ու համատել ատոմական այս կամ այն բաշխիչ ցանցի հետ իմ համար զուտ մասնագիտական իմաստով այդքան էլ ուղղակի համատելի չեն, որովհետև ատոմական ինքը գեներացնող հզորություն է եւ շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, իսկ բաշխիչ ցանցերի իմաստով դա ավելի շատ կառավարման պետությունը որպես ուղղորդող դերի ֆունկցիա
ունի նաև օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հետեւաբար ձեր նշած եւ էներգետիկ անվտանգության եւ միգուցե անկախության իմաստով պետության կարգավորիչ դերը շատ ավելի կարեւոր է, քան այս կամ այն ուղղությամբ դիտարկումներ անելը իմ կարծիքով, որովհետեւ այս կամ այն ուղղությամբ դիտարկումները անգամ եթե դա պետական է այս կամ այն կառույցը, եթե ինքը արդյունավետ չկառավարվեց կամ արդյունավետ վերահսկողություն չիրականացվեց, այդ վտանգը լինելու է այնուամենայնիվ։ Իսկ այդ պետական լինելու հանգամանքը, հա, էլի պայմանավորված է զուտ առաջնային անվտանգային գործոններով։ Ну, գաղտնիք չի, որ նախաձեռնողների ուղղակի հայտարարություններով, այսինքն դա իմ ընկալումը չի, դա արդեն հրապարակային եւ ուղիղ տեքստով ասում է, որ այդ պետականացման կամ ազգայնացման նպատակը կամ հիմնական դա քաղաքական է։ Բայց եթե դա, այսինքն դա այդ տեսանկյունից դա ոչ թաքցվում է, ոչ էլ։ Հիմա այստեղ ուրիշ խնդիր կա։ Եթե մենք ունենք մի տնտեսվարող կազմակերպություն, որը համակարգային կարևոր նշանակություն ունի ընդհանուր էներգետիկ համակարգի, կարևոր չէ այդ կազմակերպության անվանումը, կարևոր չէ այդ կազմակերպության սեփականատիրոջ անունը, կարևոր է թե այդ համակարգ, այդ կառույցը ինչ դեր ունի ընդհանուր էներգետիկ անվտանգության տեսանկյունից շատ կարևորագույն դերերից մեկը ունի այդ կառույցը որպես այդպիսին, որպես ենթակառուցվածք սպասարկող, ես կասեի քրիտիկական ենթակառուցվածք շահագործող կառույց։ Հետևաբար այստեղ խնդիրը այն է, եթե պետական, այսինքն մասնավոր սեփականության իմաստով, դա ներդրումային գրավչության իմաստով բավականին վտանգ է ներկայացնելու եւ պարզ է, որ եթե պետականացվեց, պետության համար դա մեծ բեռ է լինելու տնտեսական իմաստով ու շատ երկար պետությունը չի կարողանալ այդ բեռի վրա տանել կամ պետք է նորից գնա ոչ երկար ժամանակահատված, դա անխուսափելի է ուղղակի։ Կամ նորից որոշ ժամանակ հետո պետք է գնա մասնավորեցման ճանապարհով, կարող է որոշակի պետական մասնաբաժին պահվի, ասենք 15-20%, բայց 100% պետական դա բացառվում է, մի քանից արդեն բացառում է որ մնա, եթե գնաց ինքան ճանապարհով։ Դա արդեն գալիս է տնտեսական ներդրումային գրավչությունը, այն կազմակերպությունը, որը եղել է X սեփականատիրոջը, հիմա առաջարկվի Y սեփականատիրոջը, կամ այդ Y սեփականատիրը պետք է լինի այնպիսի ազգային մտածելակերպի մարդ, որը չնայելով տնտեսական նպատակահարմարությունը այդ ներդրումը անի, այդ բեռի վրա վերցնի, կամ պետք է լինեն քաղաքական ինչ-որ շահագրգռվածություն ունեցող հայաստանյան կամ ոչ հայաստանյան ներդրողներ, որոնց համար ոչ թե կարևոր տնտեսական էֆեկտն է, այլ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետև պարզ է քրիտիկական ենթակառուցված սպասարկող շահագործող կառույցում ունենալ կարևոր մասնաբաժին, դա մեծ քաղաքական ազդեցություն է ունենում։ Հետևաբար մի քանի քայլանի կոմբինացիա պետք մտածել, մինչև այս քայլը կատարել։ Բոլոր հնարավոր սցենարները արդյոք դիտարկվել են թե ոչ, այդ սցենարները մոդելավորված են թե ոչ, այդ սցենարների պարագայում ինչ ռիսկեր կան, այդ ռիսկերը ոնց է հնարավոր չեզոքացնել, այդ բոլորի վերլուծությունների պարագայում է միայն հնարավոր խոսել այս գործընթացը արդարացված է թե ոչ։ Ես առնվազն չեմ տեղեկատում նման ինֆորմացիայի, որ բոլոր սցենարները վերլուծված են, այս սցենարների բոլոր ռիսկերը չեզոքացված են, կամ գիտենք թե ինչպես են չեզոքացնել։ Կարող է ես չեմ տիրապետում, բայց մակերեսային հրապարակային դաշտում տեսանելի չի։ Պարոն Ավետիսյան, դուք եք շեշտում քաղաքական բաղադրիչը կամ հիմնական նպատակը, ինչպես դուք ձևակերպեցիք, իսկ դա ավելի շուտ արտաքին քաղաքական բաղադրիչ է կամ նպատակ է, որովհետև մենք գործ ունենք մի առանցքային նշանակության ենթակառուցվածքի հետ, որը գույք պարտքի դիմաց գործարքով անցավ ռուսական կողմին։ Խոսքը Հրազդանի ջերմաէլեկտրակայանի մասին։ Ну, եթե մենք Հրազդանի ջերմաէլեկտրակայանը կարծում եմ այլ տրամաբանության մեջ է պետք դիտարկել, Հայաստան էլեկտրացանցերը այլ տրամաբանության մեջ, միգուցե տեսաբանատանը նույնն է, կամ գործարքը ժամանակին 2000-ականների սկզբին նույն գործարքի տրամաբանության մեջ է եղել, բայց այնուամենայնիվ դրանք համակարգի տարբեր տարրեր են եւ այսպես ասած ռեզիդենտին կամ իրավաբանական անձից նույնն է։ Ես չէի նույն հարցության մեջ, որտեղ Հրազդանի ջեկը, որը խորհրդային միությունից մնացած ու դա գաղտնիք չի նույն մասնագիտական տրամաբանության մեջ, ինքը արդյունավետ կայան չի արդեն ներկա իրավիճակում, ու ինքը առանձնապես չի աշխատում, որովհետև Հրազդան ջեկը, հրաժջեկի մասն է խոսքը, հին ջեկի մասն է խոսքը, որ Հայաստանում արդեն կա Երևանում երկու ջեք, որը շատ ավելի արդյունավետ է եւ տեխնոլոգիապես եւ մնացած իմաստներով, եւ ըստ էության հրաժջեկը իրականացնում է Պարեսկային անվտանգային ֆունկցիա, այսինքն առանձնապես մեծ դերակատարում, հետևաբար եթե կանխելով կամ կանխած գալով ձեր հնարավոր հարցը սակագնի մնացածի իմաստով ինքը մեծ լուրջ ազդեցություն չունի, ինքը զուտ մեզ համար տվյալ պահին անվտանգային բարձիկ է, ի տարբերություն հետի, որը ըստ էության դա կարևոր բաղադրիչ է, այսինքն հրաժ ջեկի թե ինչպես է անցել, ոնց է անցել, հիմա ինքը որևէ
ձևով ինքը չի ազդում, որովհետև այն հզորությունները, որ ժամանակին նախագծվել կառուցվել են, այդ հզորությունները հիմա անգամ տիրապետելի չեն, որովհետև ելի կրկնեմ հատուկ, որ արդյունավետ չի եւ օբյեկտիվորեն ինքը չի շահագործվում, առավել եւս ներկա այս երբեմն ոչ գրագի տարեվային էներգիայի զարգացման տրամաբանությունը վերել է նրան, որ անգամ այդ արդյունավետ, գերարդյունավետ երկու ջեկը, Երևանի ջեկը եւ Power-ը, որը որ Երևանի ջեկի կողքն է կառուցված, Երևանի երկու ջեկերը կառուցված, երբեմն անգամ դրանք չեն աշխատում։ Հետևաբար ջեկի ազդեցությունը վերադառնալով սկզբին նվազագույնն է ընդհանուր էներգետիկ համակարգի անվտանգության իմաստով առավելից բացասական ազդեցություն։ Շատ լավ, իսկ սրա քաղաքական հետցի բաղադրիչը ներքին է թե արտաքին։ Ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այդ հարցին պատասխանել նախաձեռնողները, ինչու է այս ամենը գնացել։ Բոլորս ունենք որպես քաղաքացի ամենքս ունենք մեր կարծիքը, բայց քանի որ ես դժմոտ հիմա որպես փորձեներգետիկ անվտանգության փորձագետ եմ ելույթում այլ ոչ թե որպես Հայաստանի քաղաքացի, թույլ տվեք փորձագետից չվերածվեմ քաղաքացու գոնե այս բանը։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, այսինքն հիմա խնդիրը նրանումն է, որ մենք կարիք ունենք հեծի արդիականացման, հա, անկախ նրանից դա մասնավոր է թե ազգային է, այն պիտի արդիականացվի, ելնելով մեր էներգետիկ անվտանգությունից, մեր գուցե աճող պահանջարկից։ Միանշանակ, դա ոչ մեկ չի կարող հերքել, որ հետ ցանկացած էներգետիկ երթակառուցված, ես միշտ խոսում եմ, երբ որ խոսում եմ էներգետիկ անվտանգությունից, առաջնահերթ դերը տալիս եմ առավելս Հայաստանի պարագայում հենց ենթակառուցվածքային բաղադրիչին։ Եթե որևէ հաշվի առնելով օրինակ կոնկրետ Երևանի պարագայում այս լայնապաշտապ շինարարությունը, եթե բաշխիչ ցանցերը էլեկտրական չընդլայնեն, չզարգանան, չմոդերնիզացվեն հզորությունն ու թողունակությունը եւ այլ տեխնիկական բաների մեջ չմտնելով չհամապատասխանեցվեն առկա իրավիճակին, դա դժվար է լինելու ցանկացած պարագայում եւ ընդհանուր հանրապետության մակարդակով այնուամենայնիվ մենք ունենք մարզերում առավելս գյուղական շրջաններում տարածքներ, որտեղ դերևս ենթակառուցվածքները բավականին հին են, հնացած են դրա հետևանքով որոշակի դժվարություններ ու բարդություններ լինեն։ Սա որևէ կերպ ուղղակի անգամ կապ չունի պետականացման կամ չպետականացման հետ։ Այն որ ցանկացած բաշխիչ ցանց պետք է արդիականացվի, մոդերնիզացվի եւ հզորությունները համապատասխանեցվեն, ցավոք սրտի նաև դա բախտներն են, ես բոլորիս բախտը բերել է, որ մեր բնակչությունը այդ էներգետիկ իմաստով է բախտը բերել, բայց ռազմավարական իմաստով բնականաբար շատ վատ է, որ այն աճը չունենք էլեկտրոէներգիայի սպառման, որը որ կա, իսկ այն սպառումը, որը որ օրինակ ցանկալի էր, որպեսզի Հայաստանը ունենա թռիչքաձև զարգացում, ինչպես ժամանակին ասում էին, այդ պարագայում առհասարակ մեր ժամանակը պետք է շատ ավելի զարգացնել։ Այն ինչ որ ես ամենասկզբից ես այդ զրուցելիս ասացի, արդյունավետության բարձրացման, արդիականացման հարցը պետք է որ առաջ լուծվի, դա, բայց իմ կարծիքով դա որևէ կերպ կապ չունի այս գործընթացի հետ ուղղակիորեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Զրուցակիցս էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։